Բարի լույս սիրելիներս, այսօր արդեն երկուշաբթի է, ինչպես միշտ բոլորին ճանապարհել եմ դասի, ամուսնուս աշխատանքի ու հիմա էլ ես եմ գնում, ցանկանում եմ բոլորիս լավ հաճելի աշխատանքային շաբաթ գնացինք։ Այստեղ իմ ընդմիջումն է, առողջ ընդմիջում, հնդկածավար, ռուկոլա, թունաձուկ, այս կողմում էլ մի փոքր պանիր ունեմ, այս տեսակի պանիրը եւ այստեղ էլ կատնաշոռը, այս սպիտակը վերևում է կատնաշոռը։ Վերջ այսքան ու վրան մի փոքր կիտրոն եմ քամել։ Սիրելիներս, եկել եմ տուն, Զոյկան նեղված է։ Ասում է Անգելինան ինձ ասել է, որ իր զատիկի կոստյումը, որ պատվիրել էին, ինքնաթիռի մեջից ընկել է։ Զոյկան նեղված է, բայց ես էլ ասեցի, որ ընկել է ուղիղ, ընկել է մեր դռան դիմաց։ Ուրախ ես։ Հապչիկը բեմը բարձրել զատիկ ալինելու։ Հակնենք։ Լավ դիր արի արագ հաց ուտենք չսառի ու կհակնենք, արի։ Զոյկան արդեն հակել է ու հիմա գալիս է, որ տեսնենք։ Արի։ Յա, վրա մի հատ, սենց պտտվի։ Չէ, վարում գնել է։ Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք, մենք էլ ենք լավ, այսօր արդեն 5 շաբթի է, գնում եմ աշխատանքի, այսօր շատ գործ ունեմ անելու, շատ գործ ունեմ անելու այնտեղ, վաղը, բայց տունն եմ դրա համար, դրա փոխարեն վաղը տանն եմ, քանի որ Զոյկայի հանդեսն է, բայց դա ինձ միևնույն է չէր խանգարի, որովհետև ես ուրբաթ օրերը մինչև ժամը 12-ն էի աշխատանքի, բայց տունն եմ, որովհետև այսօր բժիշկը մեկնել է Գերմանիա, ինչ-որ ժողովա վերապատրաստում է, չգիտեմ ինչա, հետո գալու է ու ես խոստացել եմ, որ լավ նորություն եմ ասելու, կգա, հուսով եմ չգիտեմ, հիմա կարող եմ ասել այդ նորությունը, գիտեմ, որ ուրախանում եք իմ ամեն մի հաջողություններով, իմ ամեն մի այդ ձեռք բերումով, ինչի եմ ասում բժիշկը գանել, որտեվ երկուշաբթի օրն ենք ունենալու մեծ ժողով, երբ որ ինքը պետքա պաշտոնապես հայտարարություն անի, բայց ես արդեն կարող եմ մի փոքր առաջ ընկնել, քանի որ արդեն իսկ ես այդ պաշտոնի մեջ եմ, ուզում եմ ասել, որ բժշկի կողմից վերջի, այսինքն վերջի մի 2 շաբաթը զգում էի, որ ինչ-որ մի բան այն չէ, ինքը մի ուրիշ ձև է պրպտում, ինձ ինչ-որ շատ բաներ է առաջարկում, շատ ավելի այնպիսի բաներ, որ միջև այդ ես չունեի այդ լիազորությունները ու չէի անում, ու վերջի մի 4-5 օրն էլ, այսինքն մինչև ուրբաթ օրը վերջնական ինքը կանգնեց ու ինձ ասեց, որ վերջ, էլ ես չեմ ուզում այս կողմենկոմ ընկնել կամ սպասել ինչ-որ մինչև քո մի տարին լրանանոր, որովհետև այսօր լրանում է 1 տարին, որ ես աշխատում եմ բժշկի մոտ, ասեց ուզում եմ առաջարկել մտածի շաբաթ կիրակի երկուշաբթի ինձ պատասխան տուր, որպեսզի դու լինես պաշտոնապես, ոչ թե միայն ուղղակի այսպես, լինես պաշտոնապես իմ փոխարինող, այսպես ասած, այսինքն երբ որ դե մեր տերմիններով ասած լինում է բժշկական ինստիտուտի, մեր կենտրոնը ինստիտուտ է կոչվում, բժշկական կենտրոնի մենեջերին կամ ինչպես ինքն է ասում, փոխտնօրեն, այսինքն եթե վերցնենք, որ դա մի հատ հաստատություն է, որտեղ ինքը տնօրեն է, ես լինում եմ փոխտնօրենը, իհարկե ինքը միայն բժշկական գծով, իսկ ես արդեն մնացած կազմակերպչական ամեն հարցերով ու դրան գումարած ինձ վրա է մնալու նաև
բոլոր են թղթաբանական հարցերը, որը մինչ այդ անում էր այն աղջիկը, որը հղի է, վիրահատությունների հետ կապված միայն, ես ասենք անում էի գործնականը, իսկ ինքը միայն թղթաբանականը, ոսպնյակների պատվիրումը, գործատուների հետ այդ համագործակցությունները կապված ոսպնյակների հետ, վճարումները, մի խոսքով այդ ամեն ինչը, ու հիմա բժիշկ ուզում է, որ ես ամբողջը վերցնեմ, իհարկե Նատալին դրա համար շատ ուրախ է, որտեվ ինքը հղիությունը շատ վատ է տանում ու այդ ամեն ինչը իր համար մեծ պատասխանատվություն է, չհաշված այն բանի, որ վերջի շրջանում շատ սխալ հաշվարկներ էր արել կապված մի քիչ ցրվածության հետ, հղիությունից ելնելով դրա համար ինքն էլ է ուզում, որ քանի որ դա շատ պատասխանատու գործ է, ուզում է ինչքան հնարավոր է շուտ ես իմ ձեռքը վերցնեմ ամեն ինչը ու որ այն հիվանդի առաջին իսկ պահից մինչև ընթացքը, հետազոտությունները, հարցազրույցները, ոսպնյակների պատվիրումը, վիրահատությունը, հետվիրահատական այդ ամեն ինչը ես իմ վրա վերցնեմ, իմ ձեռքը վերցնեմ, գումարած դրան ամբողջ մեր համակարգի վճարումները, թղթաբանությունը, հաշվարկները, այդ ամեն ինչը։ Չգիտեմ, իհարկե, երբ որ ես կամուկացի մեջ եմ, երեխեքը ասում են, այս մի հատ նենց առաջարկ է, որ մարդիկ երազում են նման առաջարկ ստանալու համար ու դու հիմա ստացել ես այս առաջարկը, դու կամուկացի մեջ ես, մտածում ես ընդունես թե չընդունես առաջարկը, ես չեմ վախենում պատասխանատվությունից, ուղղակի ինձ համար մի քիչ բարդ է, որ կարող է երկար ժամերով ավելի աշխատեմ, դա է միայն խնդիր կարող առաջացնի ու մեկ էլ այդքան մեծ պատասխանատվություն վերցնել մի մարդու կողմից ստանալ, ով այսպես ասած մի քիչ նացիստ է, մի քիչ օտարերկրացիների տան զանգեց ու կիսատ մնաց, տեսախցիկով տեսելա, որ գնում եմ, ասում է, էլի խոսալով գնում ես, հա, այդպես մի մարդու կողմից, ով այդքան էլ չի սիրում օտարերկրացիներին ու ինքը հիմա ինձ առաջարկում է իր այս 15 տարվա դրածի, ստեղծածի պատասխանատու, այդ մի քիչ ոչ թե կասկածելի, այս չեմ կասկածում, այլ որ ինքս այդքան շատ ինձ վստահում է, չգիտեմ։ Մի խոսքով սիրելիներս, ամեն դեպքում պաշտոնապես դեռ չեմ համաձայնվել, բայց արդեն իսկ կատարում եմ այդ լիազորությունները ու ինքը այդ արելաներքին կարգովի հետ իհարկե նաև խոսել է մյուս բոլոր աշխատողների հետ, բոլորն են համաձայն դրանում ու բայց դե պետք է ժողովանի ու պաշտոնապես արդեն հայտարարի դրա այդ էլ կլինի մյուս շաբաթվա մեջ չգիտեմ իմ համար այդ իսկապես մեծ ձեռքբերում է ու այն որ ես գրել էի որ ամենաանսպասելին կյանքում գալիս է ամենասպասելին որ կուզես կյանքից որ լինի որ դառնաս օտար երկրում ուղղակի մի հատ այդպիսի մեծ հաստատության վստահված անձ այդ իմ համար շատ սպասելի կլիներ բայց որ այսքան անսպասելի կգար այդ արդեն չգիտեմ ու շատ հաճելի էր Այդպես դե լավ, ես հիմա գնամ սիրելիներս, լավ մնացեք, ընթացքում կապի մեջ կլինենք, վաղը դե Զոյկայի հանդեսն է, կխոսենք, մի խոսքով, կապի մեջ գնացի։ Վերջ, ես հասա, դե ինչ, բոլորիս հաճելի օր եմ մաղթում, գնացինք։ Ամենահամեղ բանը, որ կարող է ուտել աշխատանքից վերադառնալուն պես։ Սիրելիներս երեկո է, 5 շաբթի երեկո Եվրատեսիլն ենք նայում ու ես էլ հացել եմ թխում, այսպես հացիկներ վաղվա երեխաների ու նաև Վիտոյի ընդմիջման համար, այսպես պատրաստում եմ, դե կոտլետներ եմ պատրաստում, բուրգերների համար եմ թխում այսինքն որ բարակ բրդուճների համար Այստեղ որոշեցի, գիտեք արդեն էլի եմ ասում, բնավորության համաձայն, եթե ջեռոցը միացրել եմ, անպայման պետք է պեչենիկներ էլ թխեմ։ Այստեղ ինձ մոտ 3 ձու է, 1.5 բաժակ շաքարավազ, այստեղ 150 գրամ երևի կլինի, 150 գրամ կարագա հալեցրել եմ, ունեմ փխրեցուցիչ և վանիլին, այստեղ էլ հունական սմետանա, թթվասերը կավելացնեմ, մի 150-200 գրամ հիմա կավելացնեմ այստեղ, հետո կարագը, հետո փխրեցուցիչը, վանիլինը և ալյուր կգա ու մի փոքր աղ։ Հետո կպատրաստենք գնդիկներ և մեր մանկության պեչենիկները, որ թաթախում ենք շաքարավազի մեջ։ Վերջ, մնացածը ջեռոցում է, էլի կա հացեր, հեսա դրանք էլ հանեմ։ Ահա, թխվածքաբլիթներն էլ առաջինն արդեն ջեռոցում է,
մի վերջին մի քանի հատնել միայն ձվով եմ արել, ձու եմ գցել վրան, ավելի փայլուն, ավելի որպեսզի ուրիշ տեսք ստանա, ով որը կուզի նայել կհամտեսի։ Վերջ։ Բարի ուրբաթ կեսօր սիրելիներս, մենակ եմ տանը, բոլորին ճանապարհել եմ արդեն ու այն որ Էքսի օրվա արդեն երրորդ օրվա, բայց վերջին ապսե բորշն եմ ուտում, մեր տանը բորշը չի մնում, որ իմանանք հաջորդ օրը համեղատը, այս մի փոքրիկներ մնացել, երեկվա իմ թխած այս համով հացով, հիմա կավելացնեմ մի փոքր էլ թթվասեր, այսենց, կիտրոնի հյութ եմ ավելացրել և պնդացել է ինքը արդեն, և բարի ախորժակ Սիրելիներս, ինչ է կատարվում մեր տանը, երբ որ ես մենակ տանն եմ, իհարկե միացնում եմ երաժշտությունը ու այսպես ամբողջը քանդած է սենյակով, անկողնով, ամեն ինչ պետք է նորից մաքրվի, հավաքվի ամեն բան, այսպես, սա խառնած, այս կողմում էլ ցույց տամ, այսպես շորեր, ամենուր, ինչ կա չկա հանել եմ դարակների շորերը, ձմեռային ամառային դասավորեմ, դե վերջնական տեսքն էլ ձեզ ցույց կտամ, հատեղ այս կողմը այսպես ցույց տամ, որ սա ես եմ խառնել, նես չի որ այսպես է եղել, պետք է մի հատ լավ խառնել, որ կարողանամ հավաքել, համ հաց եմ սարքում, համ էլ մաքրություն, պետք է հասցնեմ, վերջացնեմ, որ Զոյկան գա, պատրաստեմ Զոյկային, ես էլ պետք է պատրաստվեմ, որ 2-ին 10 պակաս տանից դուրս են գալու Այ սիրելիներս կարծես թե մոտենում է իր տրամաբանական ավարտին, հացը սարքել եմ, այստեղ կարտոֆիլ եմ տապակել սոխով երեխաների համար, իրեն սիրածը, այստեղ սպանախ եմ տապակել ու հիմա մնում է պիլասոս անեմ, այստեղ էլ բաղջակալբան ամեն ինչ ես կողմում քաշել, փոշեկուլը մի հատ փոշը զերծեմ, սրբեմ ու վերջ, 11-ից կեսա, պետք է մինչև 12-ը վերջացնեմ Սիրելիներս, վերջացրեցի, դու արի դուրս, արի, բրծա, այսենց, այս կողմում էլ ամեն բան, վերջ մնում է այստեղ էլ մի հատ փոշեկուլ անեմ, սրբեմ ու վերջ, սիրելիներս վերջ, այ հիմա հանգիստ խղճով, կարող եմ գնալ ու պատրաստվել, երեխաներիս սենյակն էլ է, հեռուստացույցի սենյակ, այսինքն, որտեղ հիմնականում Ալենը Զոյկան են անցկացնում, ոչ միայն հեռուստացույց դիտելու համար, այլ իրենց հաճելի է, այստեղ նստում են, այստեղ խաղեր են խաղում, իրենց խաղերը ներքևում է, այսպես, այստեղ էլ արդեն ցույց տվեցի ու տեսեք, որ ես հասցրեցի, Էլենս էլ դասից եկավ, թող ինքը գա հաց ուտի, Ես էլ գնամ պատրաստվեմ, կարելի է պատուհանն էլ բացել, վերջ, գնացինք, Զոյկաս էլ այգել դասից, ու նստած հանգստանում է, ես էլ լոգանքից հետո մի հատ սուրճ խմեմ ու պատրաստվեմ, կարեմ մոտդ նստեմ սուրճ խմեմ, պաղպաղակ ես ուտում, գնալիվացի, գնորիվուս, մի քիչ օկու, Ինչ ես անում? Ասենք, ջամունը Թևլոց ես սարքում? Թևլոց Արդեն Կետայ մազերը սանրեցինք, պատրաստեցին մաման էլ է պատրաստ Այս մենք ժամանակը կա, որ գնենք Իսկ եմ մեսում սիրում է Որ ես գնում Հանդս իմ Հանդս է Ուր եմ գիրան Սիրելիներս, ահա և վերջ պատրաստվել եմ ու սպասում եմ, որ հարևանուհիս գա, իր հետ ենք գնալու, քանի որ իր երեխան էլ հանդես ունի, ինքը երկրորդ դասարանում է, այն որ մեծ տղան էլ Ալենից դասընկերն է, իր հետ կգնանք, հետո վիտոն կգա արդեն մեզ կբերի, բարձր տրամադրությամբ, կարևորը գործերս վերջացրել եմ, հացը պատրաստ է, գնում եմ Զոյկայիս առաջին հանդեսն է դպրոցում, մանկապարտեզում շատ հաճախ է եղել, բայց դպրոցում առաջին հանդեսն է,
բայց այնպես չի, որ այստեղ միջոցառումները Հայաստանի նման է անցկացվում, շատ արտասանություններ, մեծ շուքով, այսպես շատ ամեն ինչին ուշադրություն դարձնելով, չէ, ուղղակի շատ թեթև, շատ ուրիշ ձև է անցնում, բայց դե հիմա սիրելիներս, չնայած որ արդեն ուշանում եմ, բայց եթե հասցնեմ մի երկու բառով ասեմ, սիրելիներս ինձ գրել եք Instagram-ով, թե ես ինչի չեմ անդրադառնում վերջերս տեղի ունեցող դեպքերին Հայաստանում։ Իհարկե փոքրիկ Տիգրանի դեպքի հետ կապված շատ ցավում եմ, շատ անհանգիստ եմ, գիշեր-ցերեկ երբ ժամանակ եմ գտնում, մտնում եմ նորություններն եմ կարդում, երեխաներին եմ հարցնում, որտեղ իրենք էլ են հետաքրքրված, թե արդյոք նորություն կա Պուճուրից, ոնց է, ու ես մեծ հույս ունեմ, մեծ համոզմունք ունեմ, որ երեխան ողջ առողջ կգտնվի ու կվերադարձվի ծնողներին, ավել բան չեմ կարող անել, միայն կարող եմ աղոթել, միայն կարող եմ իմ աղոթքներով, իմ ամեն ինչով լինել ծնողների կողքին, միայն իմ աղոթն է, ուրիշ ոչ մի բան։ Եթե ես տարածեմ դրանով ոչ մի բան, եթե ես իմանամ, որ այն 0.01% էլ օգուտ կտամ իմ այդ քայլով կանեմ, հավատացեք գիշեր-ցերեկ, բայց ես գիտեմ, որ միայն կարող եմ խանգարել, միայն կարող եմ ավելորդ, չգիտեմ, մի անգամ եւս մի ինֆորմացիա ավել, մանավանդ որ ես չունեմ ոչ մի ինֆորմացիա։ Ես էլ կարդում եմ ինչ որ գրում են, ես չեմ ապրում Հայաստանում, ես չեմ ապրում այդ գյուղում, չեմ ճանաչում ծնողներին ու ոչ էլ, միայն լուր հետևում եմ ու աղոթում եմ իմ աղոթքներով։ Իսկ ինչ կվերաբերվում է դպրոցում տիրող իրավիճակին, վերջերս այս ուսուցչի հետ կապված այդ դեպքը Հայաստանում ուղղակի ցավում եմ։ Իհարկե խորը չեմ ուսումնասիրել, չեմ կարողանում տեսանյութերը նայեմ, որ տեսնեմ, մի հատ էլ ես այն մարդը չեմ, ով պետքա անմեղ ու մեղավոր ջոկի, որ պետքա ասի ով է մեղավոր երեխան, ուսուցիչը, թե ինչ, ինձ ուղղակի տհաճ է, ցավալի է ու շատ իրոք խորին են ցավալի է այդ իրավիճակը, այդ երևույթը, թե ինչպես են մեր օրերում երեխաները խոսում ուսուցչի հետ, ուսուցչի հանդեպ, ուսուցչի վերաբերյալ, չգիտեմ, ու հենց անձամբ դու հել ես սուս, այդ մի պահը, դու սուս հել դու հել ես սուս, չգիտեմ ինչ ինքը, ու այն դեպքում երբ որ ուսուցիչը կանգնած է այնտեղ, շատ ցավալի է, շատ ցավ եմ ապրում, որովհետև մենք կարողանում էինք հարգել, մենք գիտեինք ինչա, ով է ուսուցիչը, մենք գիտեինք ուսուցչին հարգել, մենք գիտեինք այնպես անել, որ ուսուցիչն էլ մեր ծնողին հարգեր, չէ որ մենք այդ վերաբերմունքով ամեն երեխա իր ընտանիքի հայելին է, խնդրում եմ սիրելի ծնողներ, էլի եմ ասում, ես չգիտեմ ով է մեղավոր, ով է անմեղ, բայց այդ խոսելու ձև չի, այնպես չէր, որ մեր օրոք բոլոր ուսուցիչները միշտ ճիշտ էին կամ արդար էին մեր հանդեպ, բայց մենք երբեք մեզ իրավունք չէինք վերապահի նման ձևով խոսել ուսուցչի հետ, այն էլ կրթօջախում, բոլորի ներկայացում ուսուցիչների ծնողներն էլ էսես կանգնած ժպիտով նայեին, խնդրում եմ, դաստիարակեք ձեր երեխաներին, ջան, այ Բան վերցրել ես բան, սև բան վերցրել եմ, ու բան սև բան շորտիկ, կյանքս վերցրել եմ, որտեղ է? մի խոսքով ինչ եմ ուզում ասեմ, չեմ ուզում խորանամ, չեմ ուզում, ես չի որ պետքա դատեմ, ես չի որ պետքա հատուկ անուններ տամ, կամ այնպես չի որ բոլորն են այդպիսին երեխաները ու ծնողները, ամեն դեպքում խնդրում եմ, այդ երեխաները մեր ապագան են, ու եթե իրենք այսօր նման կերպ են արտահայտվում իրենց տատիկի տարիքի կնոջ մասին, դուք իրենք ինչ սերունդ պետքա կրթեն, իրենցից ծնվածին ով պետքա դաստիարակ, եթե հիմա իրանք չեն դաստիարակված, իրենք ինչպես պետքա դաստիարակեն իրենց երեխաներին, ու այդ տիպի երեխաներն են, այդ տիպի դաստիարակություն ստացած երեխաներն են մեր ազգի ապագան, Ես էլի եմ ասում, ես դեմ չեմ, երբ որ երեխան պաշտպանում է իր իրավունքները, կարծիք է հայտնում, բայց ամեն ինչին շնորհք կա, ամեն ինչին ձև կա, ու այնպես չի, որ իմ երեխաները չունեն իրենց սեփական կարծիքը կամ չեն արտահայտում, բայց ամեն ինչին չափ ու ձև կա, սիրելիներս, գնացի լավ, հարևանուհիս եկավ։
Արդեն գրեթե դպրոցի մոտ ենք, ուղղակի Մոնիկան մի հատ բան կա մտել, դուրս գա ու գնանք, դեռ ժամանակ ունենք, Գերին անել էր ուզում գար, բայց թե դեռ տուն չէր եկել, սայ դու ես, ետ դեռ տուն չէր եկել, երևի վիտուն կգա, եթե ուզեն երեխեքը, կվերցնի կգա, Ալենն էլ էր մեծ սիրով ուզում գալ, որովհետև դե Ալենը վերջի 4 դասարանի երկրորդ կիսամյակը այս դպրոցում գնաց, ուզում էր գար տեսներ ուսուցչուհուն երեխեքին, ով էր Ալենի ուսուցչուհին, Խավիմը, ու հետո Զոյկան ուզում էր իր դասարանը գնալ, բայց թե գնաց բեն, առաջին բենը Զոյկան, որովհետև առաջին ան այն երեխաներն են, որոնք սլովենացու երեխաներ են, որովհետև ես արդեն ասել եմ, որ Ավստրիայի այս հատվածը Հոֆբուրգների ժամանակ պատկանել է այսինքն եղել է սլովացիներ այն ժամանակ, երբ որ այսպես խառներ, սլովենացիներն են ապրել այստեղ, ու հետո երբ որ արդեն կիսվել է, ինքը մի խոսքով սլովենական տարածք է եղել ու շատ-շատերը սլովենացիներ են, ոչ թե իրենք, այլ պապու պապերը, ու այդպես սերունդ ու դրա համար դպրոցներում խոսում են նաև սլովեներեն, բարևելը, ողջունելը, այսպես ոնց որ երկլեզու է, այսինքն կա երկու դասարան, A ու B, A-ն երկլեզու դասարանը, որտեղ ավելի ունեն հատուկ դասաժամ, որ խոսում են միայն այդ լեզվով, իսկ B-ն արդեն միայն գերմաներեն, բայց թե գոնե ողջունելը, հիմնական գիտելիքներ ստանում են ու ես ուրախ եմ դրա համար, դե լեզու է, ինչու ոչ, թող սովորի, Հա, այդպես ու դրա համար մենք որ եկանք այն մյուս դասարանում տեղ չկար, դե արդեն մի քանի ամիս էր մնացել ու տեղ չկար ու Ալենը գնաց այդ դասարան, չնայած որ այդ դասաժամերին ինքը ուներ որոշելու իրավունք, կարող էր նստել կամ չնստել, հիմնականում միշտ վերջի ժամերն էր ու այդպես։ Իջել ենք արդեն գնացինք մի հատ կարճ երաշտական դպրոցել, երաշտական դպրոցը այն կողմում է, երաշտական դպրոցն է, այս Զոյկայի դպրոցն է, մենք արդեն ինչ այստեղ ենք, երկրորդ տարին է Զոյկան գրանցված է դաշնամուրի և գիտարի խմբակ, բայց դեռ տեղ չկա, ինքը հերթի մեջ է, բայց դեռ տեղ չի ազատվել, պետք է զանգել, մի անգամ ևս եկա, ասում եմ միգուցե մի բան լինի, ասեց կզանգի ուսուցչուհինս երկու շաբթի օրը։ Ոչ մեկ չկա էլվես։ Քանարակ։ Ալինիս դասարանը սա էր։ Ja, guten Tag, liebe Schülerinnen und Schüler, liebe Eltern, Gäste, liebe Kolleginnen und Kollegen. Dragi otroci, starši, gostje in kolegice ter kolegi, prisrčno pozdravljeni pri današnji pomladni veselici. Ich wandere den ganzen Tag. Und die Fahrt mit Abends, wenn ich schlafe.
Միջոցառումը վերջացավ եւ դրսում հյուրասիրություններ կազմակերպված ծնողների, հյուրերի եւ երեխաների համար։ Լավես։ Ո՞նց է կեֆանանում։ Այստեղ էլ երեխեքը մառոլ են ցանել։ Ընկել էսպես։ Hallo, servus. Alles Gute zum Geburtstag. Սպասում ենք մինչև վիտոն գա։ Մի կողմում դեռ ուտուշմուշը շարունակվում էր, բայց դա գնանք։ Սենց ամբողջ դպրոցի բակը մարզվելու, խաղալու բաները։ Լավ տիրապետում է, երևում է, որ հաճախ են դուրս գալիս։ Զոյ, դուք հաճախ եք դուրս գալիս սենց բաներ անում։ Իմ մոտ է, հա Զոյ։ Դուք հաճախ եք ստեղ խաղում։ Ամեն օր։ Ամեն օր չէ, բանը նայց ստոտ որտեղ խաղում։ Kann ich nächstes Mal, wo im Handelslinie, da ganz normal vorhaben muss uns Socken. Հա, որ կանես ավազով խաղաս։ Այդ ավազը նոր են դրել, ինձ թվում է կարակ խաղակ միշտել։ Ինքը զուգագուլպան տակը թողեց, որ արագ վերջացնի, որովհետև տակը կալգոտկա ունես, զուգագուլպանները տակն է թողել, որ արագ հագնվեր։ Դրա համար չկարողացավ մտնի։ Մեկա դու դպրոց գալուց մենակ նասկի ես հագնում, կարող ես նասկիներդ հանես ու մտնես խաղաս հետո։ Չես վախենում, չէ։ Հետ ընկել ես այդտեղից։ Չէ։ Ման, ես մի անգամ սաղ արել եմ ես բան։ Հա, ապրես։ Հեսա ինգա։ Հեն ասում ես չեմ ընկել, ընկնում էիր։ Բայց ես ընկնում եմ չեմ։ Էլի երկու հատ բան սոքի մարեմ, ես իմ համար ու ես ալենի։ Դու այս լարի վրով անցար գնացիր։ Այնտեղից սկսել է։ Սենց եկավ լարի վրով այս վերևից բռնվելով անցավ։ Այնտեղ։ Կարաս մի քիչ արագ։ Ստացվում է, բայց նայ չընկնես, եթե վստահ չէ։ Բայց պիտի չիջնես։ Այս բանի հետ կարում արագ, նա ինչ բան դնը, ինչ արագ կարում,
Արագա չէ։ Ավելի ճարպիկ ես, հա։ Լավ։ Էսի հիմա։ Ման։ Բայց անի ներքևը կարմիր ու վերևը կապուտ չեմ կարանը, Աբո ետ չի հասնում, անի մեծերի համարը։ Ման կարամ Դե գնա արագ։ Դե գնա արագ։ Բայց կարամ Հա, կարամ կփորձես, փորձել միշտ կարաս գնա դե։ Բասի ռունթասենց գնեմ։ Չէ, դա միջև վերջ գնա նոր։ Լավ, հետո ռունթը կշվի։ Բայց չեմ կարան ռայֆեներից։ Հեսա Ապրես։ Լավ հիմա նայ ոնց եմ թռնում։ 1, 2, 3։ 3։ Պաշի։ Ակի։ Մի քանի ճուղ նանա քաղեմ ու գնանք նանայով չայ խմենք մի հատ։ Իսկույն փոքրին դեպտիմասնի։ Ու քանի որ ցրտոտ է, տեսեք, հազիվ աճացրել եմ ռեհանը, երեկոները այսենց փակում եմ, շատ քամի չլինի, այստեղ էլ կոտեմն է, այդ կոտեմը չեմ փակում, հիմա այսենց ես վերևներից, քանի ճուղ նանա ենք տանում ու համեղ թեյ ենք պատրաստում, չորացած դեռ ունեմ, տեսեք ինչքան արդեն ծայրերի, որ կտրել եմ, այստեղ անքից տվել անորից, սկանը բավական է, ունենք մի հատ լավ լվանան ու և արդի կոկոններն էլ ցույց տամ, տեսեք այս պահը արդեն սկսում է ծաղկել, և որ սկսի ծաղկել, ինչքան է ծաղկելու, ինչքան շատ կա, երկորից կբացվեն արդեն։ Ահա, օգտագործելու ենք թեյնիկը, որը գնել եմ 2 շաբաթ առաջ, բայց առաջին անգամ եմ օգտագործում, այնպես է, որ այս ընթացքում թեյ խմում ենք, բայց ոչ այս թեյնիկով, և ունենք թարմը հաց ու անմահական դեղցի կոնֆիտյուր, ջեմ, այսպես շատ համեղ, ահա, այսպես, քանի որ առաջի անգամ եմ օգտագործում, չնայած որ ինքը հրակայուն է, բայց դանդաղ եմ լցնում, որպեսզի հանկարծ չճաքի, այստեղ թողնենք, որ մի փոքր իր գույնը տա, այդ ընթացքում սեղանը պատրաստենք, ահա թարմը հացը մի քիչ դժվար է կտրատվում, բայց դե հնարավորինս բարակ կտրատում եմ, ավելի շատ երեխաները սիրում են կարագը, ջեմը, մեղրը, ավելի ամբողջական հացահատկի ալյուրով այս հացով, ավելի մուգ հացով, և շատ բաներ չեմ դնելու, որովհետև որոշել ենք, որ ուտելու ենք թարմ հաց, կարագ, մեղր և կոնֆիտյուր, որը հատուկ բերվել է Հայաստանից, հատուկ իմ համար, հատուկ քեռակնոջս կողմից պատրաստված, այսպես։ Նայեք իմ սիրուն գույն ունի մի հատ, սենց կարագ և այս համեղ դեղցի ջեմը, իրոք շատ խոմեղ, ոնց է դեղցը ուտես հենց այդպես։ Դե իմ սիրելիներս, լավ մնացեք, լավ եղեք, կհանդիպենք առայժմ։